Ինձ հիմա դիտող յուրաքանչյուր հայրենակցի պարզունակ հարցեր եմ ուղղելու, որոնց պատասխաններին սպասում եմ մեկնաբանությունների բաժնում։ Օրինակ դուք, Նիկոլ Փաշինյանի փոխարեն, կկարողանայիք Հայաստանին բերել այս խաղաղության դարաշրջանը հենց այն եղանակով, որով այն բերվել է այսօր։ Ինչ բացառիկ շնորհ, ինչ բացառիկ գիտելիք կամ հմտություն էր պետք Հայաստանին այս հանգրվանին հասցնելու համար։ Ինչ փայլուն բանակցային ունակություն, ինչ մանևրելու վարպետություն, ինչ դիվանագիտական հանճար էր պահանջվում լինել։ Ինչպես հասանք այս կետին, որի համար այսօր իշխանավորները միմյանց պարգևատրում են միլիոններով, որի համար արտաքին աշխարհից գովասանք ու մրցանակ են ստանում եւ որը առաջիկա խորհրդարանական ընտրություններում ներկայացվելու է որպես քարոզչական գլխավոր ձեռքբերում։ Այսօր մեզ իշխանություններն ասում են, մենք կարողացանք հասնել խաղաղության, մյուսները չեն կարողացել, նախկիններից ոչ մեկը չի կարողացել։ Մեզ համոզում են, որ իբր միայն Փաշինյանն ու նրա թիմը կարող էին ճակերտավոր ասած լուծել Արցախի հարցը եւ մեզ հասցնել այս երանելի խաղաղությանը։ Մենք խաղաղություն ենք բերել, խաղաղություն ենք բերում եւ խաղաղության ուղղությամբ ենք աշխատում։ Ծաղկումը կուտակում կատե։ Դա ոչ թե պարգևատրում է, այլ աշխատանքի արդյունքի գնահատում։ Օրինակ, որ աշխատանքն է այդքան բարձր գնահատվել։ Ստեղծված խաղաղությունը։ Ոմանք գուցե իսկապես հավատում են դրան, սա չափազանց պարզունակ մի պատմություն է, թվում է բացատրելու եւ բարձրաձայնելու կարիք էլ չկա։ Բայց քանի դեռ իշխանական ռոպագանդան շարունակվում է, ուրեմն երևի կարիք կա կրկին հետ նայելու եւ հիշեցնելու, որ ինչպես Փաշինյանի փողոցից եկած թիմը, այնպես էլ ցանկացած ապաշնոր մեկը առանց տարական գիտելիքի, առանց փորձի, առանց հմտության, քայլելով գար իշխանության, Արցախի հարցը կարող էր ճակերտավոր ասած լուծել հենց այս կերպ եւ կարող էր մեզ բերել հենց այս նույն խաղաղությունը, որն այսօր ներկայացվում է որպես նվաճում։ Ուստի հարցը կրկնում եմ, ինչ հմտություն էր պետք Արցախի հարցը հենց այսպես ճակերտավոր լուծելու համար։ Ինչ էր պետք անել, չպաշտպանել, չբանակցել, չպահանջել, չդիմադրել, միակողմանի զիջել, հրաժարվել պատասխանատվությունից։ Դրա համար դիվանագիտական հատուկ փայլ էր պետք։ Եկեք թարմացնենք մեր հիշողությունը եւ հիշենք, թե ինչ տեղ ունեցավ իրականում, ինչ հետևանքներով եւ ինչ վճարված գնով։ Որովհետև խաղաղությունը, որի մասին այսօր խոսում են, ոչ թե ձեռքբերում է, այլ ընդամենը պարտության փաթեթավորում։ Արցախը Հայաստանը եւ վերջից անցում է կատարվել Արցախը Ադրբեջանը եւ վերջ խոսույթին։ Փաշինյանին չի հաջողվել բանակցությունների միջոցով Արցախի հարցում հասնել որևէ հայանպաստ լուծման։ Ավելին, նա տապալել է ամբողջ գործընթացը։ Արդյունքը՝ ծանր պատերազմ, հազարավոր զոհեր, հյուծիչ բլոկադա, կրկնակի պատերազմ, կրկին զոհեր, հայաթափված Արցախ, Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիա, պատանդարված հայրենակիցներ, որոնց Բաքվում դատում են, արցախահայության սեփական տներ վերադառնալու իրավունքի փաստացի վերացում։ Սրանք գումարվում են Ադրբեջանից հնչող հոխորտանքները, Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջը, Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցնելու օրակարգը եւ վերջապես Հայաստանին պարտադրվող ճանապարհը Սյունիքով, որտեղ Հայաստանը սեփական տարածքում դերակատարներից ամենավերջինն է։ Ադրբեջանը երբևէ անկախ Հայաստանի որևէ շրջանում, որևէ իշխանության պաշտոնավարման շրջանում կարող էր պատկերացնել նման հանգուցալուծում, որ ժապավենը կապած կստանա բացարձակ դատարկված Արցախ, կնվաստացնի Հայաստանին այնպես, ինչպես այս ամբողջ ընթացքում։ Օրինակ, Հայաստանի որ ղեկավարի օրոք հնարավոր չէր հասնել այսպիսի հանգուցալուծման, ինչ մի երևակայելի նվաճում է արձանագրվել, որի մասին հիմա անդադար խոսում են, փոխանակ լռեն ու ամաչեն։ Խաղաղ զարգացման դարաշրջանը ահա բացված է։ Ասել է թե ժողովրդի առաջ մեր ստանձնած մեծագույն պարտավորությունը կատարված է։ Ժողովրդի առաջ մեր ստանձնած մեծագույն պարտավորությունը կատարված է։ Ես կրկին հարց եմ տալիս։ Եթե սա համարվում է հաջողված, նվաճված բանակցության արդյունք, ապա ո՞րն է ձախողված բանակցությունը։ Ինչ պետք է լիներ ավելի վատ, որ համարային, որ գործընթացը տապալված է։
Պատկերացնենք, այս նույն արդյունքները ներկայացնում են ոչ թե իշխանական քարոզիչները, այլ, ասենք, միջազգային հարաբերությունների ցանկացած դասախոսի։ Ինչ գնահատական կստանար այսպիսի բանակցողը։ Եվ վերջին հարցադրումս. եթե այս ամենը տեղի ունենար ոչ թե Փաշինյանի օրոք, այլ նախկին ղեկավարներից որևէ մեկի, ինչ բառ կօգտագործեր այսօր Նիկոլ Փաշինյանը։ Խաղաղություն, թե դավաճանություն։ Այսքանը, կհանդիպենք։